այդ ընթացքում եղավ նաև Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնագիր։ Այո, ես կասեի, որ դա էլ կապ ունի, որովհետև 2023 թվականից հետո Արցախի զավթումից եւ բռնագաղթից Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ է գտնվել եւ հատկապես ԱՄՆ-ի կողմից, պարզ է, որ այդ ժամանակ դեմոկրատներ էին իշխանությանը, որոնք ավելի ուշադիր են նման հարցերի նկատմամբ, բայց ամեն դեպքում Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ դիվանագիտական, որը Ալիևը շատ մտահոգ էր այդ հանգամանքից ելնելով, ինքը այդքան շատ չէր մտահոգում Եվրամիության դիրքորոշումից, ու հատկապես որ Եվրամիության դիրքորոշումը շատ ամբիվալենտ է եղել, համ Ալիևը քննադատվել է, համ էլ հետո Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարում է, որ Ադրբեջանը կարևորագույն գործընկեր է, հա, բայց ԱՄՆ-ի դիրքորոշումը ավելի հստակ է եղել, եւ Ալիևը շատ մեծ հույսեր էր կապում Տրամփի հետ, ինքը օգտագործել է հրեական լոբիի պոտենցիալը շատ ակտիվորեն, նաև վարձատրել է, իհարկե օգտագործել է նաև Թուրքիայի հանգամանքը, հիշեցնենք, որ Ստիվ Ուիտկոֆը մոտավորապես 2 ամիս առաջ հայտարարել է, որ տարածաշրջանի վերաբերյալ տեղեկատվությունը ստանում են Թուրքիայի հետախուզությունից, դե հասկանալի է Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ամեն դեպքում Ալիևը դրել է խնդիր, որ պետք է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնի։ Եվ Տրամփը ոնց որ հաղթել է 2024 թվականի նոյեմբերին, իսկ 2025 թվականի հունվարի 20-ից ինքը արդեն որպես նախագահ է աշխատում, եւ այդ ժամանակից սկսած Ալիևը շատ ակտիվորեն աշխատել է, իսկ այդ շրջանակներում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը միանշանակորեն, այսպես ասած, քայլ է դեպի ԱՄՆ։ Այս հարցով ոնց որ Ալիևը ոնց որ սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, օգտագործեց դա նաև որպես առարկա ԱՄՆ-ի հետ ոնց որ մերձացման, հետո որ այդ ամեն ինչը ստացավ, Թրիփը ստացավ եւ այլն, իսկ Թրիփը իրան պետք էր առաջին հերթին հենց որպեսի ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական շրջափակումից դուրս գա, հետո ինքը սկսեց մեղմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ վերջինը շատերը մտածում են, որ Թրամփը եւ Պուտինը միակարծիք են, իհարկե այդպիսի բան չկա։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շարունակում են ոնց որ նվազագույնը մրցակիցներ մնալ, եթե ոչ հակառակորդներ։ Չեմ ասի թշնամիներ, այո, թշնամիների կարգավիճակից անցան հակառակորդների կարգավիճակ։ Դա կարող ենք ասել, բայց հակառակորդները իրանք միանշանակ շարունակում են մնալ, եւ Թրամփը եւ Պուտինը դա գիտակցում են։ Նրանք ունեն ինչ որ աստիճանով ընդհանուր շահեր եւ շատ ավելի մեծ աստիճանով հակասող շահեր։ Դրանց այսինքն Թրիփը մեծ հաշվով Ալիևին պետք է եղել միայն դիվանագիտական շրջափակումը հաղթարելու համար։ Իմ գնահատականը այդպեսին է։ Բա մնացածը ինչի հիմա տեղի է ունենում։ Դե տեսեք, ուրեմն 2025 թվականի մարտի, եթե ես չեմ սխալվում, 11-ին հայտարարվել է Ադրբեջանի կողմից, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիրը ստորագրել եւ բոլոր կետերը արդեն համաձայնեցված են։ Դա տեղի ունեցել արդեն ինչքան 9 ամիս առաջ։ Անցնում է 9 ամիս եւ Ադրբեջանը նոր ու նոր պահանջներ է առաջ բերում եւ Հայաստանի կողմից արդեն համաձայնությունը կա տարբեր կետերի շուրջ։ Թրիփը կա, այսինքն էլ ինչ է Ալիևը ուզում, ակնհայտորեն Ալիևը չի ուզում ոչ մի բան ստորագրել։ Ուղղակի ինքը ուզում է ժամանակ օգտագործել, որպեսզի եւ նաեւ ստեղծել տպավորություն, իբր ինքը դրական է տրամադրված, խաղաղասեր է եւ այլ, որը իրականությանը չի համապատասխանում։ Այսինքն նա չի ուզում ստորագրել, գուցե ինքը փոքր-փոքր ինչ որ քայլեր պետք է անի, որպեսզի ցուցադրական, օրինակ այն բերը, որը Ղազախստանից անցավ Ադրբեջանով նաեւ, հա, դա որևէ հարց լուծող չէ, դա ընդհանրապես ցուցադրական քայլ է, բայց այդպիսի ցուցադրական քայլերով Ալիևը փորձում է ոնց որ օրակարգը պահել, իբր ինքը խաղաղության գործընթաց է զարգացնում, որովհետեւ խաղաղության գործընթացի համար պետք է մի բան, Ալիևը հիմա բացի սահմանները հայտարարի, որ խաղաղությունը փոխի իր ներքին նաեւ քաղաքականությունը, որպեսզի այս ամեն ինչ, այսինքն արդեն Հայաստանը անելիք չունի, Հայաստանը իր կողմից շատ բաներ արել։ Ալիևը ինչի՞ չի անում։ Սահմանը հիմա փակ է պահում Ալիևը։ Ինչու է պահում։ Այսինքն ինքը շարունակում է թշնամություն։ Սահմանի փակումը դա պատերազմի տեսակն է։ Եվ Ադրբեջանը դա շարունակում է։ Այսինքն ինչ բանակցություն է վարում, որ բացի։ Օրինակ, եթե Ալիևը ասի, ես պատրաստ եմ վաղվանից բացել, Հայաստանը միանշանակ կբացի, չէ՞։ Այսինքն սահմանը պահում է փակ միայն Ալիևը։ Եվ այսինքն պատերազմական քաղաքականությունը, թշնամական քաղաքականությունը Ալիևը շարունակում է, ինչու, որովհետև իր նպատակները բանակցություններով լուծել հնարավոր չէ։ Բա Վաշինգտոնում տված պարտավորությունն է։ Դե, քանի որ պարտավորությունը, տեսեք, եղել է նախաստորագրում,
Վերջնական ստորագրում տեղի չի ունեցել։ Բացի նախաստորագրումից հետո պետք է լինի ստորագրություն, իսկ հետո պետք է լինի վավերագրում խորհրդարաններով, հա։ Եվ Ալիևը ամեն քայլի վրա կարող է տապալել։ Օրինակ, ինչ է տեղի ունեցել Երակոմ հայտարարության հետ։ Սկզբից եղել է ստորագրություն, բայց հետո Հայաստանի խորհրդարանը վավերագրեց այդ Երակոմ հայտարարությունը, իսկ Ադրբեջանի խորհրդարանը չի վավերագրել։ Եվ այսպիսով Ադրբեջանում այս հայտարարությունը ունեցավ շատ վիճելի կարգավիճակ։ Եվ Ադրբեջանը ասում էր, դե մենք ոնց որ միանշանակ չենք ընդունում սա։ Եվ նման բան կարող է տեղի ունենալ ստեղ։ Հիմա հաշվի առնելով, քանի որ այս պայմանավորվածությունը զգալիորեն քաղաքական է, այլ ոչ թե իրավական, որովհետև իրավականը դա պետք է լինի բազմակողմանի եւ այլն ՄԱԿ-ի կողմից վավերագրած, տվյալ դեպքում դեռ քաղաքական է։ Շատ բան կախված է լինելու ԱՄՆ-ի կամքից, որպեսզի սեղմի եւ վերջացնի այս գործընթացը։ Այդ կամքը դրսևորում են, աշխատանքային խմբեր են գալիս արդեն թրիփի վերաբացման կամ գործունեության դետալներ են քննարկում։ Դա ինչու է անում Ամերիկան։ Տեսեք, կամքը իհարկե կա։ Հիմա այսօր էլ Վաշինգտոնում դեսպանների մակարդակով էլի թրիփի հարցեր են քննարկում։ Ես կասեի հետևյալ կերպ. կա ավելի շուտ ցանկություն, ոչ թե կամք։ Ինչու՞։ Որովհետև ամերիկյան ցանկություն։ Այո։ Ինչն է տարբերությունը կամքի ու ցանկության։ Կամքի համար նաև պատշաճ ռեսուրսներն են հատկացվում։ Հիմա ԱՄՆ-ն մի քանի խոշոր դիվանագիտական եւ ռազմաքաղաքական ճակատներ ունի, որոնցից մեկը Վենեսուելան է, բոլորին հայտնի, որը զգալիորեն ոնց որ զբաղեցնում է ուշադրությունը եւ ռեսուրսները, երկրորդը Ուկրաինան է, որտեղ շատ ծանր դիվանագիտական մարտեր են ընթանում, հա, Ուկրաինայի շուրջ, եւ հայ-ադրբեջանական թեման ոնց որ դա առաջնայինը չի, Թրամփը մի քանի համաձայնագիր է ստորագրել, այդ թվում Իսրայել, Պաղեստին, այդ թվում, չգիտեմ, Թայլանդ, Կամբոջա եւ այլ, այսպիսով այստեղ իհարկե էլի դիվանագիտական գործընթաց կա, բայց ԱՄՆ-ն հիմա չի կարող բոլոր իր ռեսուրսները կենտրոնացնի ստեղ։ Եվ Ալիևը իհարկե դրանից օգտվելու է, որովհետև հիշեցնեմ, որ նույն Մինսկի խումբը, որը վերջերս փակվել է, այս նույն ձևաչափով աշխատել է տասնամյակներով եւ Ալիևը միշտ սկզբից ինչ որ կուտատվե, հետո հետականգնե։ Կուտատվե, հետականգնե։ Ես կարծում եմ, որ նման գործընթացի հետ գործ ունենք, որովհետև նորից եմ ասում, Ալիևին ոչ մեկը ձեռքից չի պահում, որ ինքը օրինակ խաղաղությունը հաստատի։ Հաստատ եթե ինչ որ մեկը պահում է, դա Հայաստանում չի։ Եվ ավարտենք բենզինով, բենզինի ներկրումը, որ կոնտեքստում դիտարկենք։ Նույն ցուցադրական քայլերի շրջանակներում, այսինքն ոչ մի բիզնես գործընթացը զարգացնում։ Երկու երկրներ։ Տեսեք, բիզնես համագործակցությունը այո, իհարկե կարելի է որակավորել, որոշ մարդիկ Ադրբեջանում ու Հայաստանում փող կաշխատեն, բայց խոշոր հաշվով դա Հայաստանի ոնց որ էներգակիրների բալանսը չի փոխելու, սա մեկ, գնային տեսանկյունից ինքը լինելու է վերջին հաշվով նույն գնի, ինչ ուրիշ կարծում եմ քիչ թե շատ համաշխարհային գների կլինի, սա երկրորդը, եւ այստեղ արդեն գալիս է հարցը, թե ինքը ինչ հարցալու, պլյուս դրան Ադրբեջանը չունի խնդիր շուկաների, ինքը իր պարտավորությունները գերազանցում են իր կարողությունները, հա, որովհետեւ վերջին տարիների ընթացքում նավթի արդյունահանումը Ադրբեջանում քիչ-քիչ նվազում է, իր ռեսուրսները սպառվում են, այսպիսով ինքը պետք է ինչ որ տեղից հատկացնի այդ ռեսուրսը, որ օրինակ արտահանի Հայաստան։ Կարող է անել իհարկե, եթե քաղաքական նպատակ ունի, քաղաքական նպատակը ունի, այսինքն ցուցադրական քայլերով, չանելով որևէ էական քայլ, ել չասեմ էական զիջում, բայց գոնե էական քայլ ցույց տա, որ իբր գործընթացը զարգանում է։ Այդպիսի առանձին ինչ որ քայլերով ցուցադրական ֆոն է ստեղծում, ահա տեսեք գործընթացը զարգանում է։ Եթե համաձայն եմ, ինչև երբ եւ ինչքան։ Ուրեմն մի քանի ժամանակային նշաձող կա, այդ թվում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ, այս կառավարությունը պարտավորվել է կամ ոնց որ դրսևորել է իր քաղաքականությունը դեպի այս թրիփը, մերձացում Ադրբեջանի հետ եւ հարցերի լուծում, խաղաղության օրակարգ, այսպես անվանենք, հա։ Մյուս կառավարությունը հավանաբար, եթե իշխանապողություն տեղի ունեցավ, մյուս կառավարությունը հավանաբար ուրիշ քաղաքականություն է ունենալու։ Եվ այսպիսով բազմաթիվ հարցերը կապված են ընտրությունների հետ։
եւ հավանաբար նաեւ մինչեւ ընտրություններ Ալիևը եւս մի ցուցադրական ակցիա է անելու 15 գերի ազատ արձակելու, մենք կարող ենք հիշել 2021 թվականին նույն բանն է արել, սա այսպես ասած եւս այդ շարքում է լինելու 15 թիվը պատական Չէ, այս պայդրությամբ ճանաչված 23 գերի կա, որոնցից 8-ը քաղաքական են եւ 15-ը ոչ քաղաքական, հավանաբար ոչ քաղաքականներին կազատեն։ Հիմա այս քայլը, իսկ երկրորդը Փաշինյանը իր կողմից հայտարարեց, որ դե թրիփի ուղղությամբ ոնց որ քայլերը կմեկնարկեն 2026 թվականի երկրորդ կեսից սկսած, այսինքն ինքն էլ արդեն կապում է դա ընտրությունների հետ։ Եվ այսպիսով ընտրություններից հետո եթե Փաշինյանը հաղթեց, արդեն լինելու են հաջորդ քայլերը, որոնք գուցե արդեն էական կլինեն, դա արդեն այդ ժամանակ նոր իրողություն է լինելու։ Մինչև հունիսը, այսպես ասած, այս իրավիճակի մեջ ենք։